Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հիմա եթե մենք շատ ավելի պարզ նայենք այն ամենին, ինչ որ ունենք շատ փոքրացող, դեռևս երևի թե մի քիչ էլի փոքրանալու տեղ ունեցող մի երկիր, փոքր մակերեսի վրա ապրող շատ փոքրաթիվ ժողովուրդ, ունենք Սփյուռք, մեզ կոտրել են, մաքսիմալ աշխատել են նրա վրա, որպեսզի մենք պայքարելու բոլոր զենքերը դնենք մի կողմ եւ հարմարվողականություն դրսեւորենք, եւ մյուս կողմից կա հատնտիր մարդկանց մի ամբողջություն, որ ասում է, չէ, ժողովուրդ, դուք կարող եք ձեր այդ փոքր ներուժով պայքար մղել եւ հասնել արդյունքի։ Ճիշտ է, ինչ անենք։ Եվ ինչ անել այս իրավիճակում։ Պարզ է, եթե մենք ուզում ենք ապրել, իմիջիալոց այդ ձեր ասած հատնտիր մարդիկ դատարկ հույս տվողներ չեն։ Դա իսկապես այդպես է, եւ երբ որ երկիրը փոքրացել է, տնտեսությունը փոքրացել է, քաղաքական պետական գործիչներն են փոքրացել, դարձել այսքան, մենք մեր սիրտը պիտի, հայրս ասում էր սիրտը լեմպայ, սիրտը պիտի մեծ լինի, մեծ սրտի մեջ մենք կարող ենք եւ հույս, եւ հավատ, եւ ուրախություն, եւ ոգեվորություն տեղավորել։ Այդ որ ասում են մի հատ Դավիթը ոնց էր, հորի մեջ ընկած շղթաներով կապված ու չէր դուրս գալիս, ինչ էր պետք, ընդհանրապես ձենով Վոհանի կանչ ասես, Դավիթ վեր կաց այդ հորից ու չգնաց օգներ Դավիթին որ վեր կանար։ Ոչ մեկ Դավիթին ձեռք չմեկնեց։ Դավիթին պետք էր ձենով Վոհանի հրողբոր կանչը, շղթաները պոկեց դուրս եկավ եւ արդեն պատրաստ էր մելիքին 2.5 անել, 1 հարվածով ու արեց։ Այսինքն մենք այդ նախադրյալը ունենք դրա համար, որ ասում եմ դատարկ հույս չի, տասնյակ փաստեր կարող են վերել։ Մեկը այն որ մենք 21-րդ դարում ենք, այն հնագույն քարտեզի վրայի միակ պետությունը, միակ ժողովուրդը։ Երկրորդը այն որ այսքանից հետո հայկական նորարարական միտքը մեկ էլ կտեսնես աշխարհի տարբեր տեղերում առաջին տեղեր է գրում։ Շախմատով ճանաչվեցինք 100-ամյակի ամենախելացի ազգ, դա լրջագույն մի բան է։ Մարդկության համար է, այո, թողնենք մի կողմ։ Մեծահարուստներ ունենք, որոնց անունը գուցե դուք վաղը առաջին անգամ լսեք ու իմանաք, որ Քրքորյանից պակաս հարուստ չէ, մեկը Ռուսաստանում է, մեկը Ավստրալիայում, Արգենտինայում ու իրենք հայ մեծահարուստներ են։ Այս բիզնես ակումբները, որ կա, Կլուբ Կապիտալը, Մանթաշյանց ակումբը, մյուսը, չէ, իրենք գիտեք ինչ են անում։ Իրանք հրաշք են գործում, պետությունը պիտի իրենց աջակցի։ Իրենք միավորում են հայ գործարարներին, գնում են աշխարհի տարբեր տեղերից եւ այդ գործարարներին կապում են, այո, դա մեծագույն ներուժ է, որը դարեր առաջ եթե արված լիներ, մենք հիմա շատ ավելի Կարճ ասած մենք ունենք լուծում, ուղղակի այդ լուծումը հավաքված չի մեկ թղթի վրա, մեկ բանաձևի մեջ։ Գուցեև հավաքված է, այստեղ խնդիրը հավաքված է ուղղակի հանրայնացված չէ, մատրիցայից ես պայմանական բառ եմ օգտագործում, այդ փառա չէ լինում են ծերերի աչքին սկսում այսպես սպիտակել, այդ մատրիցայից պիտի կարողանանք դուրս գալ, որը գեներացնում ենք մենք, մեր վախով եւ հարմարավետության տիրույթով։ Յուրաքանչյուր մարդ, առավել եւս հայ մարդ, որտեղ մեր այդ ներուժը իրոք մեծ է, էլի, ինչքան զսպանակի օրենքով սեղմված են, ճնշված են, այնքան պիտի արտավոր են հնարամիտ լինեն եւ ներսում հակազդեցության մեծ ներուժ ունեն։ Անսպառ հնարավորություն ունի։ Մեզ համոզել են, որ աշխատավարձ այսքանով պիտի բավարարվենք վարկ, տոկոս, հարկեր եւ այլն, փոքրացնում են մեզ։ Աղայանը մի հատ շատ լավ ժողովրդական պատում է փոխանցել Տորքանգեղ եւ Հայկանուշ այդ հրաշալի իմիջիալոց էպոսի ճյուղ է դա։ Այդտեղ ասում եմ, այդ հսկաները հարկեր չեն վճարում, ասում եմ, հարկ չեն, փախնում են, ասում եմ, հարկեր վճարելուց, ասում փախնում են, որպեսզի չփոքրանան, որ հարկա վճարում, փոքրանում է, ու ֆանտաստիկ մի բան է։ Հիմա հա, հարկը մեզ ասում են, որ հարկ վճարողը հերոս է։ Լրիվ այդտեղ գիտեք ինչ մանիպուլյացիաներ ա գնում այսօր աշխարհում եւ մեզանում իրականում եթե անգամ տնտեսական հերոսներն են ուզում բարձրացնել հարկ վճարողը չէ հերոս, արտահանողն է հերոս, որտեղ հարկ վճարողը ներսի փողը լիցանում ստեղ ա գնում, իսկ արտահանողը դրսից երկիր նա առաջին հերոսը տնտեսական դաշտում դա արտահանողն է, որին պիտի պետությունը գրկի, փայփայի եւ օգնի։ Մի խոսքով այո, վստահաբար մենք հիմա կանգնած ենք զարթոնքի առաջ, որովհետև ձեր ասած հատնտիր մարդիկ մատների վրա հաշվելու չի, այլ ավելի շուտ իմ մորուքն ու մազերը միասին ավելի շատ են
Նրանք իրենց վրա աշխատող եւ դիմացինի հանդեպ իսկական սիրով լցված մարդիկ են, ինքնակրթվող, հղկվող եւ ձեռք մեկնող։ Եվ այն որ մենք երազում ենք հայ-հային ոչ թե բրդի գցի, այլ ձեռք մեկնի, օգնի, հիմա գալիս է այդպիսի հայերի ժամանակ։ Այն իրար բրդող գծող հայերը մնալու են տաքսու, ես տաքսու հարորդների նկատի չունեմ, այդ վատ տաքսու հարորդի կետում, ով հավելվածներից էլ չի օգտվում, ով սպասում է ձեռքով կանգնացնեն եւ իր միակ միտքը մի 500 դրամ խաբելն է։ Այսինքն ես ոչ թե բոլոր վարորդներին նկատի եմ, այլ մի խավ, որը վերանում է, հասկանում եք, որը վերանում է։ Եվ այն հայը, որը հային պետք է գցի, որ իրան լավ զգա, գցի գումարով, գցի բրթելով, գցի որ ինքը բարձրանա, դա վերացող հայի տեսակ է։ Եթե դուք սկսեք ուշադիր նայել այն առողջ եւ լուսավոր միջավայրների մեջ, կտեսնեք, որ շատանում են հայերը, որոնք մեկը մյուսին օգնելով հենց օգնողն էլ ավելի զորեղ դառնում։ Որտեղ իր ամառցնա, ոտքի կանգնած 2 հոգի են ուժեղ, 3-10, Հայաստանում լինի արտերկրում։ Այդ մեր մեջ եղել է, նոր բան չի։ Մենք տենց ենք ուժեղ եղել։ Տեսանելի են ձեզ այդ մարդիկ անուն ազգանունով։ Անուն ազգանունով ինչ ասեմ, բոլոր այն ստարտափները, օրինակ Sevan ստարտափը, որ կազմակերպում են այդ թիմի տղաները եւ աղջիկները, բոլոր այն նախաձեռնությունը, որտեղ արվեստագետներին են սկսել աջակցել, որ ասում ենք նկարիչ ասոցիացիա մեջ սոված նկարչի հետ, թատերական խմբեր, որոնք պայքարում են իրենց գոյության համար եւ թատրոնը թատրոնին բեմա տալիս օգնում է, Վարդան Պետրոսյանը դեպետ դժվար ժամանակաշրջան ունեցավ կյանքում, ես իրեն որպես մարդ անձամբ պատիվ չունեմ ճանաչելու, բայց որպես ստեղծագործող, որպես հայ մարդ, վերջի ներկայացումը երբ նայեցի օրոցային պատվիրան մեր Սասնա ծռեր էպոսի մասին, դա բարձրացնող մեր ոգեղենությունը վերհանող գործ էր, չնայած գնացել էի, որտեղ ինձ ասել էին խայտարակ բան է ստացվել, նախատրամադրված դուրս եկա խայտարակ հիացած, հրաշալի գործ էր, հիմա շուտով էլի ունի Քաղաքականությունն է, որ անընդհատ այդ աղմուկը գցում է եւ մեզ թվում է, որ ամեն ինչ մռայլ է, վատ է։ Այո, անուններ էլ կարող են տալ, հանրույթներ էլ, խմբեր էլ, շատ առողջ ուզում եմ հասկանամ, իրանք առարկայական են, այսպես թե ընդհանուր Չէ, ես ընդհանուր չեմ ասում, ես այդ մարդկանց հետ շփվում եմ, տեսնում եմ, որոշներին անձամբ եմ ճանաչում, որոշներով հիանում եմ հեռավորության վրա։ Դուք ասացիք մարդկանց, ովքեր կարող են մեր ոգին բարձրացնել, թեկուզ քաղաքական առումով կան տենց տեսակներ տեսնում եք, չեմ ասում անազգան ասեք, տեսակ, որը որ գիտեք, որ կարող է շատ լավ լիդեր դառնալ եւ դուրս Այո, եւ անուններ իհարկե չեմ ասի, մի անգամից մեր զրույցը կպիտակավորվի եւ կդառնա անգամ քաղաքական, չնայած ես դրանից ոչ վախենում եմ, ոչ խուսափում։ Բոլոր դեպքերում այսպիսի հուշում տամ, այդ մարդիկ վստահաբար եւ միանշանակ չեն պատկանել եւ առաջիկան չեն պատկանելու որևէ քաղաքական ուժի, որ եղել է այս 30 տարիների ընթացքում, որևէ էլ չեն բաժանում սրանց, նրանց բոլորը նույնն են։ Չէ, իմ համոզմամբ բոլորը նույնն են, գորշ, այսպես ասենք բոլորին։ Այդ մարդիկ, այդ խմբեր, այդ ուժերը զբաղվում են նրանով, ինչը որ այն որ ասում ենք ամեն մարդ պիտի զբաղվի նրանով, ինչ իրենն է, այսինքն կամ ամեն մարդ իր փեշակով պիտի զբաղվի, հավատացեք, մենք երազել ենք, որ մեր երկիրը ղեկավարեն մարդիկ, ովքեր օրինակ քաղաքագետ են կրթությամբ, դիվանագետ են, չէ, ոչ թե բանասեր, լրագրողներն էլ չնեղացնեմ, լրագրող, չգիտեմ, նկարիչ, դերասան, եւ հիմա գալիս է այն ժամանակը, երբ ամեն մարդ զբաղվելու է իր գործով, ես լիահույս եմ, որ 26-ի ընտրություններին մենք կտեսնենք ուժերի, որտեղ քաղաքական հայտ կներկայացնեն գործիչներ, ովքեր կրթությամբ, մասնագիտությամբ, իրենց գիտական աշխարհիկ գործունեությամբ այդ ոլորտից են։ Իսկ եթե կգա մի նկարիչ, որը ուժեղ ռետորություն ունի, ռետորաբանում է, կամ մի նոր լրագրող, կամ մի նոր բիզնեսմեն, կամ մի բոքսի վարպետ կասի, ես կփոխեմ երկիրը, եղբայր լուրջ բան է, ախր քաղաքագիտությունը, դիվանագիտությունը, այդտեղ բազում կատեգորիաներ կան։ Դու պիտի կարդաս, սովորես, տիրապետես, հա ես էլ էի ժամանակին ասում, ես որ լինեմ վարչապետ, ղեկավար, հետո հասկացա, ես լավ հայագետ գուցե լինեմ,
լավ հեքիաթասաց լինեմ, գուցե նաև պետության մեջ կարևոր, եթե պետական գործիչ լինեմ, ինչ որ մի օրինակ կրթություն կամ, չգիտեմ, ասպեկտ կարողանամ ղեկավարել հրաշալի, բայց երկիրը ղեկավարելու համար պետք է լուրջ մասնագիտական եւ մարդկային որակներով մեկ հոգի եւ իր թիմը։ Եվ այդ մեկ հոգին կարծես ձևավորվում է եւ մեզանում է։ Այո։ Եվ նաև այդ ամենաառողջը, որ հայրը սկսում են առողջանալ, իրար ձեռք մեկնել, եթե դա չլիներ, ընդհանրապես 2020-ից հետո մենք ստույգ անկման պիտի գնայինք։ Բայց էլի տենում ես զարթոնքի տարեր կան եւ դա հայ մարդով է պայմանավորված, ոչ թե քաղաքականությամբ։ Մեր տեսակը մեզ փրկելու է միևնույնն է։ Տեսակը, խելքը, բայց փրկողը իհարկե բարձրալն է, որը չգիտեմ ինչու դժվար է ասել, մեզ շատ է սիրում։ Ոնց որ անդրանիկ զավակները լինենք։ Դա չեմ ասում, որ ինչ-որ ընտրյալ ազգի բարձույթ առաջանա, բայց հաստատ մենք սիրելի զավակներից ենք։ Չնայած այն ամեն ինչին, ինչ ազգովի տեսել ենք մեր ճանապարհներին։ Ես գտա, որ շատ դրական նոտա էր մեզ մոտ եւ ուզում եմ հենց այդ դրական նոտայի ներքո ավարտենք, որպեսզի ինչ որ իմաստով հույս պարունակի, լույս պարունակի, ինչ որ բանի ավարտը, երբ որ լույս է պարունակում, մոտիվացիան դրա լրիվ ուրիշ է լինում։ Դրա համար եկեք պայմանավորվենք, որ այլ հետաքրքիր թեմաներով եւս կզրուցենք եւ կփորձենք էլի ինչ որ դրական էմոցիաներ եւ գիտելիքներ փոխանցել մարդկանց, որպեսզի բոլոր քննարկումների արդյունքում մարդու մոտ առաջանա նախ պայքարելու ուժ, երկրորդն է չհուսալքվելու եւ չհուսահատվելու ցանկություն։ Մեծ սիրով դուք մենակ ճիշտ վերնագիր դրեք մեր զրույցին, գիտեք թե դա ինչքան կարևոր է, իսկ մեր հետագա զրույցները առաջ հաստատ անպայման կլինեն։ Շնորհակալ եմ։